Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Հայոց բանակը 34 տարեկան է։ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր առանց նախարարության։ 1992-ի այս օրը հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին որոշում, դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը։ Օրվա առիթով Facebook-ում Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել «Երազ իմ երկիր» հայրենի երգի տոնական կատարումն է։ Ես մի բուրն եմ քողի, ես մի ծիլ ես քո արտի, ես մի թերթ եմ քո ծաղկի, հայրենի Բանակի օրը տոնական տեսանյութերով են շնորհավորել պարեկները, շտապ օգնության, մետրոպոլիտենի աշխատակիցները և ոչ միայն։ Ուզում շնորհավորել Հայաստանի բանակի 34-ամյակը, մաղթել անանդ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ, մենք ձեր կողքին ենք։ Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման օրը, երախտագիտություն հայտնելով բոլոր զինվորներին ու սպաներին, ովքեր իրենց ծառայությամբ ու նվիրումով ապահովում են մեր հայրենիքի անվտանգությունը։ Շնորհավորում եմ սպաներին, զինվորներին, բանակի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ բոլորին բարի ծառայություն, անփորձանք, մենք միշտ իրանց հետ ենք։ Մեր բոլոր զինծառայողներին ցանկանում եմ լինեն անփորձանք, ուժեղ եւ անկոտրում։ Ես էլ որպես կին բարեկ ադասնատուկ ուզում եմ շնորհավորել կին զինծառայողներին, ովքեր նվիրվածությամբ, հոգատարությամբ եւ մասնագիտական պատրաստվածությամբ իրենց ուրույն դերն ունեն այս արժանի գործում։ Նրանք իրենց ամենօրյա ծառայությամբ ցույց են տալիս, որ հայրենիքի պաշտպանությունը սերտ չի ճանաչում։ Սիրելի զինվորներ եւ սպաներ, շնորհավորում եմ մեր բանակի տոնի կապակցությամբ։ Բարմաղթանքներ եմ ուզում հղել մեր սպիտակ բանակի ներկայացուցիչներին, ռազմական բժիշկներին, ցանկանալով խաղաղ հերթապահություն, իսկ մեր սահմանի երկայնքով միայն խաղաղություն։ Օրվա առիթով արված շնորհավորական տեքստում վարչապետը գրել է, որ վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից պարազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի և պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ըստ Փաշինյանի ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետև ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է և քանակական։ Իսկ ինչու նույնը չի արվել 2018, 19, 20, 21, 22 թվականներին ուղերձում Փաշինյանը նաև այսպիսի հարցադրում է արել, տվել իր հարցի պատասխաններն ու նշել, որ Հայաստանին սպառնացող օրհասական վտանգը հաղթահարվել է երկու վճռական իրադարձության շնորհիվ՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության փոխադարձ ճանաչում Ալմա-Աթայի հռչակագրով և հապկում Հայաստանի անդամակցության սառեցում։ Եռաբլուրում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է անդրադարձել բանակում տեղի ունեցած վերջին փոփոխություններին։ Հայկական բանակը իր կազմավորման տարիներին մինչև 2018 թվականը իր առջև խնդիր է կատարել է, մարտական հերթապահություն է իրականացրել, հակառակորդի հետ նույնիսկ հարաբերական անհավասար պայմաններում ինքը իր առջև դրված խնդիրը իրականացրել է։ Այսօր, եթե բանակում որոշակի ձեռքբերումներ կան, որոշակի փոփոխություններ են իրականացնում, ես այսպես ասեմ, էլի հասարակ բառերով։ Այդ էր պակաս, որ այս ողբերգություններից, այս անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի, ասենք, մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, բայց ես գտնում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակահատված են, ավելի շատ կարող էին իրականացնել։ Առավոտյան եռաբլուրում աղոթք է բարձրացրել ամենայն հայոց կաթողիկոսը։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստուծո անօխակալ եւ բարեգութ։
գթա արարչական սիրովդ իր հոգիս համորեն ընջեցելոց ազգիս հայոց։ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի 147 դպրոցի բակում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Դպրոցի սանը Ռոբերտը զոհվել է 2016-ի քառորյա պատերազմում, իրենից հետո թողնելով բացառիկ սխրանքի պատմություն։ Ապրիլյանից հետո Ռոբերտին ճանաչեցին որպես հերոս։ Հոր խոսքով որդին 30-ամյակին վերադարձավ դպրոց։ Ռոբերտից ես սպասում էի, երբ պետքա բերեմ հետ դպրոց։ Դե ուշ թե շուտ պետք է լիներ, ուղղակի ինգեներս մի քիչ շտապացրեցին, բայց փառք Աստծո, այս տարի իր 30-ամյակն է, 30-ամյակը արդեն ինքը իր դպրոցում կլինի։ Դոնալդ Թրամփը կրկին սպառնում է Թեհրանին Իրանի ուղղությամբ շատ գեղեցիկ նավատորմ է շարժվում, հայտարարել է ԱՄՆ նախագահը, հույս հայտնելով, որ Թեհրանը գործարք կկնքի։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ Իրանի պաշտոնյաները բազմիցս ազդանշան են տվել, որ պատրաստ են բանակցել։ Ըստ ամերիկյան պարբերականների ԱՄՆ-ն մտադիր է խոչընդոտել ծովային ճանապարհով իրանական նավթային հոսքը դեպի Չինաստան։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում զորավարժություններ է սկսում։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է անցած շաբաթ խորհրդարանն իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի եւ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հոր Գեգամ Նազարյանի հեղինակած օրենքի ընդունմամբ հունվարի 27-ը պաշտոնապես ճանաչեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Նրանք նշել են, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։ Ընտրել են հունվարի 27-ը որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր, ասել էր Ռուբինյանը։ Ընդդիմադիրները դեմ էին հունվարի 27-ի օրվա ընտրությանը, առաջարկելով այլ օր ընտրել, օրինակ սեպտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմի սկիզբը։ Ի վերջո այդ օրը համազգային սգի է վերածվել եւ բոլորն այցելում են նահատակների շիրիմներին։ Իրականում իշխանությունն ընտրել է այնպիսի օր, որը լայն հանրության կողմից ընդունելի չլինի եւ իրենք իրենց ապահովագրեն Եռաբլուր ապահով եւ մենակ այցելելու համար։ Հայտնի է, որ վերջին տարիներին Փաշինյանն ու իր խմբակը ոչ սեպտեմբերի 27-ին են Եռաբլուր այցելում, ոչ հունվարի 28-ին, ինչը բուռն քննարկումների, քննադատությունների առիթ է դարձել։ Երեք իշխանական խունտան լրացրեց այդ բացը։ Հրապարակում նաև կարդում ենք հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը ըստ տեղեկությունների ամերիկյան հայ համայնքի եւ իր թեմի քահանաների ճնշման ներքո է դարձի եկել։ Պատմում են, որ ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցրել երկընտրանքի առջև, կամ շարունակում է հավատարիմ մնալ մայրաթոռին, կամ նամակ են ուղարկում իր թեմակալ առաջնորդությունը դադարեցնելու պահանջով։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, որ փետրվարի 16-ից 19-ին կմասնակցի եպիսկոպոսատ ժողովին, որը մայրաթոռը հրավիրել է Ավստրիայում։ Հրապարակը գրում է. մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ոսկետափի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցին կառուցած բարերար Համլետ Գորոյանը եւ Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը, որը քպական համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է, մի խումբ անձանց հետ այցելել են եկեղեցի եւ պահանջել, որ տեղում ծառայություն իրականացնող Արտաշես քահանա Հակոբյանը ազատի եկեղեցին եւ հանձնի բանալիները։ Արտաշես քահանան, հիշեցնենք, շաբաթվա սկզբին միացել էր Նիկոլ Փաշինյանի եւ մյուս հոգեվորականների նախաձեռնած Բարանի ռոկման օրակարգին, սակայն մեկ օր անց հայտարարեց, որ հրաժարվում է այդ որոշումից։ Շաբաթ օրը նա հրապարակավ հայտարարեց բարերարի եւ վարչական ղեկավարի իրեն ուղղած սպառնալիքների մասին, հայտնելով նաեւ, որ եկել սպառնացել գնացել են, սակայն ասել են, որ մի քանի ժամ հետո վերադառնալու են, եթե ինքնակամ չլքի, ապա եկեղեցու դրան կողպեքն են փոխելու։ Երեկվա դրությամբ սակայն ոչ բարերարը եւ ոչ էլ այլ անձինք չեն վերադարձել եկեղեցի։ Մեզ ասացին, որ քահանայի ազանգին արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ լուսաբանել կատարվածը, որից հետո համայնքի տասնյակ հարյուրավոր բնակիչներ շտապել են եկեղեցի, կանգնել նրա կողքին եւ աջակցություն հայտնել մայրաթոռի սպասավորին։ Ասել են նաեւ, որ պատրաստ են անձամբ վռնդել բարերարին եւ ցանկացած մեկին, ով կհանդգնի քահանային հանել եկեղեցուց։ Ըստ ամենայնի համայնքի բնակիչների միասնականության մասին տեղեկացել են նաեւ իշխանավորները եւ որոշել են կրակի հետ չխաղալ, իրավիճակը չսրել եւ Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկել։ Պարզ է, որ ժողովրդի միասնականության առաջ չարեփոխիչները եւ անգամ ուժային կառույցները տնօրինող Փաշինյանը նահանջում են։ Հրապարակը գրում է. հայտնի է, որ այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն անցկացվելու է մայիսին Հայաստանում։ Փորձագետների գնահատմամբ այն հերթական աջակցությունն է լինելու Փաշինյանի իշխանությանը։ Համապետական ընտրություններին ընդառաջ փորձելու են բարձրացնել նրա գահավիժած վարկանիշը, սրանով փորձելու են հայ հանրության մոտ տպավորություն թողնել Եվրոպայի աջակցության եւ Ռուսաստանի գաղութացումից ազատագրվելու մասին։ Իշխանություններն էլ ըստ ամենայնի որոշել են հատուկ հանդիսավորությամբ պատրաստվել այդ միջոցառմանը, անգամ գագաթնաժողովի օրը մայիսի 4-ը որոշել են այս տարի ոչ աշխատանքային
հռչակել տեղափոխելով ապրիլի 18, որպեսզի քաղաքացիների ուշադրությունն էլ ավելի սևեռեն այդ հույժ կարևոր միջոցառման վրա։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ այդ օրը նախատեսվում է 50 բարձրաստիճան պատվիրակության ընդունում, եւ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։ Սպիտակ տան պատին տեղ է գտել Թրամփի եւ Պուտինի Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ արված լուսանկարը։ Հետևեք անցուդարձին, ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։